Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում քրիստոնեական ամենագեղեցիկ տոներից մեկը Սուրբ Հարության տոնը պետք է նշենք եւ այդ տոնին պետք է պատրաստվել արդեն այս կիրակի օրվանից, որովհետեւ մարտի 2-ին բարեկենդանն է, որից հետո մարտի 3-ին սկսվում է մեծ պահքը։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք հենց հիմա մեր հյուրերի հետ։ Իսկ մեր տաղավարում են Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը, օրհնեցեք Տեր հայր։ Օրհնեցեք Տեր հայր։ Բարի լույս։ Եվ Էլեն Ծատուրյանը Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետը։ Բարի լույս։ Ոնց ենք։ Հրաշալի։ Շատ արագ ընթացքով եկել ենք, որ չստանանք դժվար։ Շատ կարևոր ու շատ հետաքրքիր տոն է մեզ սպասվում եւ իհարկե մինչեւ հասնելը Հարության տոնին կա այսպիսի շրջան, հա, պահքի շրջանը։ Քիչ խոսենք այդ մասին, մի քիչ եւս մեկ անգամ ինֆորմացիա տանք մեր հեռուստադիտողներին։ Սիրով, ցանկացած մեծ տոն քրիստոնեական մեր տոնացույցի մեջ հայ եկեղեցու բնականաբար նախորդում է պահքը, շաբաթապահքեր եւ կամ ավելի երկար պարագային, այս պարագային մեծ պահքը, որը որ տևում է 40 օր եւ ավագ շաբաթն է հետը գումարած։ Ինչու հենց այս տոնը, որովհետեւ այն կիզակետն էր Քրիստոսի սխրանքի, որ եկավ եւ իր կյանքը տվեց համայն մարդկության համար, խաչվեց, հարություն առավ եւ բնականաբար ամբողջ մարդ եւ Աստված դարերի եւ հազարամյակների հարաբերությունը դրանով հանգուցալուծվում է։ Այսինքն միջև այդ տարբեր տեսակի հարաբերություն են եղել, Աստված պատժել է, Աստված ներել է, Աստված եթե վերադառնանք ամենասկիզբը անմահ ստեղծել է մարդուն, բայց այդ ամենը մարդու կողմից չգնահատվեց եւ այդ ամենը կորցվեց, բայց Աստծո ծրագիրը մարդու նկատմամբ փրկությունն է այնուամենայնիվ եւ Քրիստոսով այդ փրկությունը իրագործվեց եւ իրագործվում է։ Եվ բնականաբար նման մեծ տոնին պետք է մարդ նախապատրաստվի առաջին հերթին հոգեպես։ Բնականաբար եւ նաեւ պահքը որպես այդպեսին օգնում է եւ աջակցում է, որովհետեւ բուսական սնունդի դանցնելով, ավելի սակավ ուտելով, բնականաբար ըստ ավետանի մենք ասպես ասած հանդարտեցնում ենք մարմինը եւ զորացնում ենք հոգին։ Բայց մենակ սնունդը չի, որ միանշանակ անգամ կարելի ասել անգամ սնունդն էլ չէ։ Որևիցե մեկը թող երբևիցե չմտածի, որ պահքով կարող է փրկվել։ Չկա նման բան։ Որովհետեւ պահքը դա բարեպաշտական սովորույթ է։ Եվ պահքը պարզապես միջոց է հասնելու նպատակին, իսկ նպատակը Աստծո հետ միաձուլվելն է։ Եվ աղոթքով, եւ քո քրիստոնեական կյանքով։ Պահքը հնարավորություն է ընձեռում մեզ։ Շատ է այսօրվա դրությամբ շատ մարդիկ կան, որոնք որ իրենց ամբողջ կյանքը բուսակեր են, վեգաններ են, այսպես ասած։ Եվ ինչ անեն իրենք, անցնեն հագարակի, իհարկե ոչ։ Այս պարագային նաեւ գալիս է առաջ սնունդի նվազեցումը եւ ամենակարևորը առաջնայինը հոգու վիճակը մարդու։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ պահքը դիետա է, որի ընթացքում ինքը կարող է նիհարել, ամենաառաջինը ինքն է չաղանալու։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ պահք պահեց, նպատակ պահեց, իր ցանկությունները իրականանան, ինքը ցայտնուտի է մատնվելու։ Պահքը նորից եմ ասում, միջոց է, որ մեզ օգնում է մեր հոգևոր վիճակի մեջ ավելի արթուն, զգաստ մնալու համար։ Իսկ ամբողջ այս շրջանը մեծ պահոց, սկսած բուն բարեկենդանից, դա մարդկության պատմության կարելի ասել խտացումն է կիրակիների մեջ։ Ինչ է բուն բարեկենդանը, վայելքը եւ դրախտի հիշատակը, որ մարդ անմահ էր, մարդ իր ուղեղը 100%-անոց աշխատող ուղեղ էր, բայց այնուամենայնիվ մարդը մեղ գործեց եւ վտարվեց եւ այնուհետեւ կիրակիներ հետագայում գալիս են արտաքսման կիրակին, անարակի կիրակին, դատավոր, անիրավ դատավորի տնտեսի, գալստյան, այսինքն սրանք ցույց են տալի մարդկության անկումը եւ կյանքը առանց Աստված եւ թե ինչպիսին կլինի կյանքը Աստծով, երբ որ արդեն հարությունն է լինում, պայծառ, լուսավոր եւ զորավոր։ Եվ այս կիրակի արդեն Սուրբ Պատարագը կմատուցվի փակ խորանով։ Շաբաթօր երեկոյան արդեն ժամերգության ընթացքում խորանը փակվում է, սքողվում է եւ պատարագ արդեն առանց հաղորդության է։ Այո, առանց հաղորդության, բնականաբար ինքնին պատարագը առանց հաղորդության գոյություն չի կարող ունենալ, որովհետեւ միշտ լինում են դեպքեր, որ հավատացյալների պարագային մեկնում են կամ առողջական խնդիրներ ունեն, վիրահատություն, այս պարագային հաղորդությունը պատարագից հետո առանձին ավանդատանը տրվում է, որովհետեւ պատարագ առանց հաղորդության չի կարող գոյություն ունենալ։ Եվ կուզեմ այդ փակ խորանի խորհրդի մասին էլ մի քիչ երկար մեզ պատմեք, որովհետև
Լրիվ ուրիշ իրականության ենք այդ դեպքում բախվում, որովհետև մեկ այլ բան է, երբ բաց խորանով է պատարագը մատուցվում եւ զգացողություններն էլ իմ կողմից լրիվ այլ են, եւ փակ խորանով մի քիչ ավելի ինձ համար ճնշող է եւ իր խորհուրդը հաստատ ունի։ Հասկանալու համար մենք պետք է վերադառնանք դրախտ, գոնե մտովի։ Ինչ տեղի ունեցավ։ Կինը տեսավ, որ գեղեցիկ եւ ակնահաճո է, կնոջ հեշտ խափել էր օծը եւ կերավ։ Եվ Ադամն էլ կերավ։ Եվ երբ որ Աստված հարց տվեց, ասաց. «Ինչու կերար»։ Ադամ որևիցե մի զղջման կաթիլ ցույց տվեց եւ ասաց. «Այն կինը, որ տվեցիր ինձ, ինքը ինձ խափեց, թե չէ իմ համար ապրում էի դրախտում, ինչ էր եղել»։ Կնոջը հարցում արվեց, ասաց. «Օծը խափեց, ես մեղավոր չեմ»։ Եվ բոլորը վտարվեցին դրախտից։ Մարդ վտարվեց դրախտից եւ դրախտի ճանապարհը փակվեց եւ հրեղեն սրով քերոբեները արդեն հսկում էին ճանապարհը դեպի դրախտ, այսինքն դեպի փրկություն։ Հենց այս խորհուրդն է, որ փակվում է ճանապարհը դեպի երկինք, խորթավոր իմաստով։ Այսինքն մենք անմիջապես հանդիպում մեր Աստծո հետ չենք ունենում, մենք տեսնում ենք, գիտենք, որ այնտեղ է Աստված։ Ինչպես Թեքյանն ասում այնտեղ սկիհի մեջ իջնում է ինքը Աստված պատարագի ժամանակ եկեղեցին հայկական բանաստեղծության մեջ։ Եվ մենք գիտենք, որ այնտեղ սկիհի մեջ ինքը Աստված է, բայց մեզ համար անհասանելի է, որովհետև տեղի չի ունեցել փրկagorցությունը, որովհետև տեղի չի ունեցել Քրիստոսի խաչելությունը, թաղումը եւ հարությունը։ Այսինքն սա եթե շատ կոպիտ փորձենք դիտարկել թատերական ներկայացման մի կերպար, տեսակ է, որ ամեն տարի մեզ հիշեցնում է, բայց իրականություն է ինքը, եթե թատրոնը դա մտածածին է, ապա այս պարագային ինքը իրական է։ Ամեն անգամ մարդ բախվում է այդ իրողության հետ, որպես հիշատակ, որ ինքը իմանա, որ դրախտից ինքը վտարվեց։ Ինչու վտարվեց։ Որովհետև չհասկացավ իր մեղքը, չզղջաց, որովհետև ինքը անառակ որդի է, որովհետև ինքը անիրավ տնտես է, որովհետև ինքը հպարտանում է փարիսեցունման հաղորդքի ժամանակ, բայց այդ ամենով հանդերձ Աստված այնուամենայնիվ զղջում է մարդուն եւ ծաղկազարդով մուտք է գործում ամեն մեկի սիրտն ու հոգին։ Եվ այնուհետև չարչարվում, տանջվում, ավակ շաբաթվա այդ բոլոր արարողությունները կոչված են, որպեսզի մենք վերապրենք դա։ Ապրումակցում ունենանք այդ ամենին, եթե մենք չպետք է Քրիստոսի հետ խաչելության ժամանակ այդ խաչելությունը զգանք, չթաղվենք նրա հետ եւ հարություն չառնենք, այդ ամենը անիմաստ է դառնում։ Եվ վերջում գալիս է վարակույր բացելու ժամանակ, երբ որ բացում է եւ Քրիստոս հարյավի մեռելոց այդ ողջունով բոլորը վերստին ուրախությամբ միանում են իրենց Տիրոջը, ինչպես որ Քրիստոս եկավ եւ իր խաչելությամբ տաճարի վարակույրն էլ պատրեց, որովհետեւ հրեական Սողոմոնի տաճարի մեջ վարակույրը սքողված էր մշտապես, այսինքն այնտեղ մշտապես ճանապարհ չկար դեպի երկինք։ Եվ Քրիստոս եկավ եւ խաչելության ժամանակ վարակույրը վերևից ներքև պատրվեց, որ որևիցե մեկը չկասկածի, որ դա մարդու գործ է, որտեղ մարդը ներքևից պիտի պատրեր։ Վերևից ներքև պատրվեց ցույց տալու համար, որ այլևս Աստված բացեց ճանապարհը դեպի երկինք։ Շատ լավ։ Էլեն, պիտի խնդրեմ մի քիչ ներկայացնեք, թե երիտասարդաց միությունը ինչ է անելու այս ընթացքում, ինչ գործունեություն է ծավալվում։ Ճիշտ ասած, վերջին շրջանում մենք քայլերներ չենք կազմակերպում, ելնելով երկրի իրավիճակից, համավարակ, պատերազմ, սակայն ուզում եմ նշել, որ համայնքներում տոնը միշտ նշվում է, օրինակ այս տարի Էրեբունի կիսակառույց եկեղեցում, Սուրբ Մաշտոց եկեղեցում պատարագ է մատուցվելու ժամը 11-ին եւ դրանից հետո իրականացվելու է տոնական խնջույքը, բայց մենք տարիների ընթացքում կազմակերպել ենք շատ գեղեցիկ քայլեր, Սուրբ Սարգիս եկեղեցուց շարժվել ենք դեպի Ազատության հրապարակ, ընթացքում ունեցել ենք ազգային երգուպար, խաղեր, ազգային տարազով մարդիկ եւ այդ ամեն ինչը մարդկանց շատ է հետաքրքրել եւ մարդիկ ճանապարհի ընթացքում նույնիսկ միացել են քայլերթին եւ բոլորով գնացել ենք Ազատության հրապարակ։ Այնտեղ նույն կազմակերպել ենք ազգային պարեր, ունեցել ենք ազգային խաղեր եւ տարեցտարի նկատել ենք, թե ժողովրդի հետաքրքրությունը ինչքան է մեծացել ազգային տոների, ազգային մշակույթի, նույնիսկ ազգային տարազների երկու պարերի նկատմամբ։ Այս տարի ավելի գլոբալ միջոցառումներ երիտասարդների հետ։ Այս տարի տեղի ունենալու համայնքային միջոցառումներ, հա։ Իսկ դուք մեծ պահքի մասնակցելու եք, պահքը պահելու եք եւ առաջին տարին է թե էլի փորձառություն ունեք։ Չէ, փորձառություն ունեցել եմ կարճ ժամանակով, բայց այս տարի Աստծո կամոք իր հետ փորձենք անցնել այդ մեծ շրջան, այո։
Շատ լավ, եւ հա մի քիչ անցնենք Կիրակիներով, քանի որ յուրաքանչյուր Կիրակի, հա, արդեն գալիս է խորհուրդով, հա, ինչ հաջորդականություն է սպասվում։ Նայեք, մարդու վտարումը եւ անկումը բացահայտ կերպով երևում է հենց արտաքսման Կիրակի մեջ։ Երբ որ արտաքսման Կիրակի ժամանակ զղջում որևիցե կերպով չտեսան։ Այսօր ինչ ենք մենք անում։ Երբ որ մեղք են գործում, մենք փորձում ենք այդ մեղքի պատասխանատու խուսափել։ Թե չարը ինձ խանգարեց, չարը խախտեց, չարը բրդեց, չարը դրդեց, ամեն ինչ չարը արեց։ Իհա նա անելու է, բայց դու չպիտի գայթակվես, նրանց գործառույթը հենց դրա մեջ է։ Իրեն թույլ տված է երկրի վրա մնալ եւ խառնվել մարդկային գործերի մեջ, որպեսզի դրանով մարդը զանազանի բարին եւ չարը։ Եթե մշտապես լույս լիներ, բնականաբար արժեքը չենք հասկանա։ Մենք լույսի արժեքը հասկանում ենք, երբ որ լույսը չկա եւ խավար է գալիս։ Նույնպես եւ բարու պարագային։ Տեսեք, միշտ այս օրինակը բերում ասում եմ, Աֆրիկայում ինչ տխուր է անցնում ամանորը, Սուրբ Ծնունդը։ Ինչ չկա, մարդիկ երազում են մի տեսակ իրենց սանտաները շորտերով է երևի, թե կամ տեսև շորերով ակնված, որովհետեւ չկա այդ ամեն ինչը։ Երբ որ մարդու կյանքում ամեն ինչ տեղի է ունենում, ինքը սկսում է արժևորել։ Եվ Աստված թույլ տվեց, որպեսզի Ադամ եւ Եվա իրենց անկումը ունենան, որպեսզի հասկանան այն, ինչը կորցնում է, որովհետեւ մարդու բնույթի մեջ է արժևորում է այն, ինչը ինչ որ մի ժամանակ կորցնում է, դրանից հետո ինքը ձգտում է այդ ամենը վերստին ձեռք բերելու։ Եվ այդ ձգտման պակասության պատճառով տեղի ունեցավ արտաքսումը։ Նրանք արտաքսվեցին։ Անառակի Կիրակին հրաշալի մի օրինակ է մեր մարդկային տեսակի, մարդկային բնույթի, որովհետև թվում է թե ընթերցում ենք ավետարանը եւ որդին ասում է իմ հասանելիքի ինձ դու ես գնում եմ։ Հայրը տվեց։ Շատ թեթև անցավ, չէ՞։ Բայց երբ որ մենք բացենք տողատակերը, ինչ է տեղ ունենում։ Տեղ ունենում սպանություն, մետաֆիզիկ, անդրանցական սպանություն։ Ես ժամանակ չունեմ սպասեմ, երբ որ դու կմեռնես ծերուկ, համարի դու մեռել ես, դու չկաս, իմ մտու ես գնացի։ Սարսափելի մի երևույթ, այսինքն ընդհանրապես ժառանգությունը ստանում են, երբ որ ժառանգողը մահանում է։ Այս պարագային ինքը ասես սպանեց ժառանգողին, որպեսզի իր բաժինը վերցնի։ Եվ ինչ տեղ ունեցավ։ Գնաց, վատնեց, ընկերները կողքը շատ են, գումարը շատ է, շատ ծանոթ երևույթ է մեր առօրյա մեջ։ Գումարը վերջացավ, ընկերները վերջացան, եւ որովհետեւ մեկ իրեն իր տունը չընդունեց։ Եվ ինքը գնաց եւ սկսեց խոզամանից ուտել։ Եվ հիշեց, որ իր հոր տան աշխատողները, ծառաները ավելի լավ են սվում։ Եվ ինքը մտածեց, արդեն իր մտքում զղջման տեքստը, որ գնամ ասեմ, հայր մեղանչեցի քո եւ երկնքի առջև եւ անարժան որդի եմ, ես քո որդին կոչվել իրավունք չունեմ, ինձ որպես քո վարձկան ծառա ընդունի, ես ապրեմ, օրվա հացս առնեմ։ Եվ այդ մտքով գնում է։ Եվ ինչ մեզ ավետարանը ցույց տալիս, հայրը ճանապարհին կանգնած տեսավ որդուն։ Այսինքն հայրը չէր դադարում երբևիցե նրան սպասելուց։ Նա մշտապես սպասում էր, մշտապես ամեն օր եւ մի օր տեսավ եւ որդին մոտեցավ եւ սկսեց այդ նախապես իր սովորած տեքստը բնականաբար անկեղծ էր ինքնին, որ հայր մեղանչեցի քո առջև, ընդունեց հայրը։ Ես անարժան որդի եմ եւ որդի կոչվել իրավունք չունեմ, դա էլ ընդունեց, բայց երբ որ ինքը որ սկսեց, որ ինձ քո վարձկան ծառան ընդունի, դադարեցեց, ոչ։ Որդին մնում է որդի։ Որքան անարժան է որդիությունը չի կարող ջնջվել, չի կարող որդին դառնալ վարձկան ծառա։ Եվ այդ իսկ պատճառով ներում շնորհվեց նրան եւ վերստին տրվեց իրան սպիտակ պատմության, այսինքն նախկին մաքրությունը, բարգը, մատանին որպես իշխանություն եւ մեծ ուրախություն եւ ցնծություն կատարվեց եւ քեֆ, այսպես ասած, բոլորը հավաքվեցին, կերան, ուրախացան, որովհետեւ ինչ ասեց հայրը, որդիս մեռած էր եւ հարություն առավ, կորած էր եւ գտնվեց։ Այստեղ շատ բացահայտ երևում է Աստված եւ մարդ հարաբերությունը։ Երբ որ մենք ոչ միայն մեղք ենք գործում, այլ նաև գիտակցում ենք, բայց որքան էլ որ մենք մեղավոր լինենք, գիտակցենք եւ անգամ եթե չգիտակցենք այդ մեղքը, զղջանք թե չզղջանք, այնուամենայնիվ մեր եւ Աստծո հարաբերությունները չի կարող փոխվել։ Հայր եւ որդի այդ հարաբերությունը չի կարող ուրիշ մակարդակի անցնել։
չի կարող դառնալ վարձկանություն։ Պատարագի ընթացքում, երբ որ մենք մատուցում ենք, այնտեղ խորհրդատետրի մեջ ծածուկ աղոթքներ կա, որոնք որ մենք ցածրածան ենք ասում, եւ որևիցե մեկը չի լսում, եւ այդ աղոթքներից մեկը ասում է. «Հայր, Տեր Աստված, դու բոլորից պատվեցիր եւ մոտավորապես եմ հիշում, եւ մեզ հայր կոչվելու, մեզ համար հայր կոչվելու այդ շնորհը տվեցիր մեզ»։ Որևիցե միկրոնի մեջ մենք չենք տեսնի Աստծո եւ մարդու հարաբերությունը որպես հայր եւ որդի։ Մենք տեսնում ենք Աստված եւ հավատավորներ, հետևորդներ, չգիտեմ, ամեն ինչ, բայց ոչ երբեք հայր եւ որդի, որովհետեւ հայր եւ որդի հարաբերությունը դրանք հավիտենական արժեք են, հավիտենական գոյություն, եւ հենց Աստված ասում է. «Ես քեզ ծնեցի ժամանակներից առաջ»։ Երբ որ ժամանակ գոյություն չուներ, դու արդեն գոյություն ուներ, որդին հորձոցի մեջ կար։ Եվ հենց այս խորհուրդն է մեզ փոխանցում այս կիրակին։ Տեր Շմավոն, ինձ բավական հետաքրքիր է, հա, քանի որ հիմա մեր ժամանակներում մի փոքր արժեքները փոխվել են։ Ինչքանով եք դուք գնահատում երիտասարդների այցը դեպի Աստծո տուն, եկեղեցի։ Արդյոք այցելուների մեջ երիտասարդները շատ են։ Ես որպես օրինակ բերեմ իմ այն եկեղեցին, որտեղ ես եմ ծառայում, քանակերը Սուրբ Հակոբ եկեղեցին, շատ են երիտասարդները եւ միջին տարիքի, եւ որ շատ ուրախալի է տղամարդիկ։ Եվ գիտեք ինչպես, բոլորը գիտակցված են գալի։ Ոչ թե նորաձևության համար, ոչ թե այնպես, պարզապես իրենք գալիս են եւ իրենք անջատվում են ամբողջ աշխարհից։ Այնտեղ մենք ունենք եւ սովորական վարպետներ եւ համակարգողներ, բժիշկներ, բոլոր ոլորտների բոլոր ներկայացուցիչները այնտեղ կան։ Եվ իրենք գիտակցված են գալի, որովհետեւ այդ գիտակցումը իրենց հայացքի մեջ տեսնում ես։ Ամեն անգամ, երբ որ դու քարոզ ես խոսում, այդ քարոզի ժամանակ բնականաբար իրենց աչքի մեջ տեսնում ես իր ապրումը եւ նա որ հասկացավ եւ մոտեցում այդ ամենին նկատմամբ։ Դա շատ կարևոր է։ Շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հյուր եկաք եւ եւս մեկ անգամ այս կարևոր տոնի խորհուրդը ներկայացրեցիք։ Սիրով։ Եվ ուզում ենք ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Կարմիր չոր գինին, որը համոզված եմ, որ եւս մեկ հրաշալի առիթ կտա։ Եվ չոր գինին պատարագի ժամանակ է օգտագործում ես միշտ։ Էլեն ջան, ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտին ընկերության կողմից խոհանոցային պարագա, որը համոզված եմ մի փոքր կթեթևացնի հոգսը։ Տրամոնտինը բրազիլիական բրենդ է, որ ներկայանում է Հայաստանում եւ հատուկ հենց խոհանոցում կանանց գործը թեթևացնելու համար է։ Եվ քանի որ մենք ունենք նաեւ արև բացիկներ, իսկ ինչպես ասում էր Աստվածաշնչում, ի սկզբանե բանն էր եւ այդ բանն առ Աստված էր, այսինքն խոսքն էր։ Խոսքը շատ կարեւոր է եւ խոսքը շատ անգամ հենց կարող է դառնալ դարման եւ նաեւ հակառակը եւ շատ ուրախ ենք լինում երբ դա դառնում է միայն դարման։ Ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ կարեւորվում է խոսքը եւ այստեղ սիրված երգերից եւ բանաստեղծների բանաստեղծություններից հատվածներ են հատուկ նվերների համար, որպեսզի ծաղիկների կամ նվերների հետ նվիրել սիրելի մարդուն, որը երկուսը որ ուզում եմ նվիրել ձեզ, մեկը Անդրեի երգից է Իմ սերը քեզ թե վեր թող տա, մյուսը Հայկո Ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Սա ձեզ խնդրեմ նվիրեք ձեզ համար շատ կարևոր եւ սիրելի մարդկանց եւ բնականաբար եւս մեկ անգամ թող խոսքի ուժը լինի շատ կարևոր եւ տեղին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն եւ կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։